Ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա Ուրցի լեռների արևելյան լանջին է գտնվում հայոց բնաշխարհի մի զարմանահրաշ պատառիկ Մոշախբյուրը, շատերին հայտնի Զնջրլու անունով։ Երբ նայում եմ այս տեղանքին, թվում է, թե սա հենց այն է, ինչը կորցրեցին մեր պապերը։ 4 կողմը ավերակներ են, ամեն մի ավերված տուն, ամեն մի գլորված քար ունի իր պատմությունը, դարերի խորքից եկած պատմությունը։ Սիրանուշտատն էլ այն բնակիչներից է, ով վերջինը լքեց գյուղը։ Շատերի պես նա էլ ամեն տարի ամառն անց է կացնում այստեղ, վրանը տեղադրելով նույն այն տեղում, որտեղ իրենց ավերված տունն է, որտեղ մի ժամանակ ապրել է իր ընտանիքը։ Մենք հեռացանք Զնջրլուից, որովհետև ապրելը արդեն իսկ անհնար էր։ Պետությունը գրեթե ուշադրություն չէր դարձնում, կտրված էինք ամեն ինչից, նույնիսկ գյուղ եկող ճանապարհ չկար։ Մեզանից հետո մեր տները քանդեցին, քարերը աղում խիճ էին անում ուրիշ գյուղերի ճանապարհները նորոգելու համար։ Մինչև անգամ ձեռքները հասել էր գերեզմաններին։ Այստեղ են հանգչում իմ հարազատները, ասում է Սիրանուշտատն ու լռում։ Զնջրլու, մի իսկական հնավայր, քարերն էլ մամռակալել են ու ծածկվել փշերով։ Շրջում ես այստեղով ու զգում դարերի խորքից եկող շունչը։ Ինչի մասին են լռում քարերը, ով գիտե։ «1301 թվականին այստեղ այս բարձունքում կառուցվեց միջնադարյան գրչական կենտրոններից մեկը, ճարտարապետ Բուտի գլուխգործոցը, Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին։ Բազում արհավիրքներ տեսած այս հրաշակերտը իր մեջ կրում է մեր անցյալի պատմությունը, մնացել է կանգուն, որպես ճչացող լռություն ու մեզ ավետել մեր կենսագրությունը։ Այ ամենակալին կամավեն, ես գոնցա ամուսին հզոր իշխանի Ջալալին, որդոյ Տարասայիչին և դուստր Իվանեի թորուն, մեծին Զաքարեի, հայոց սպարապետի քուր ամիր սպասլար Հայանշահի, հիմ հայրենի ջարդուց զմոշախբյուր գնեցի վասն երկար կենած գլխո իմ Ջալալին և որդոյ մերոյ Տարասայիչին, Շահանշահին և Էլիկումին, ըզ եկեղեցի շինեցի անվամբ սպիտակավոր աստվածածին։ Արձանագրությունը հետաքրքիր է նաև նրանով, որ նա լույս է սփռում ու խոսքս մեծ 10 տողանը արձանագրության մասին է կառուցման, որը գտնում է ներսում, որտեղ նշվում է նաև այս գյուղի, այսօր Զնջրլու կոչված գյուղի իսկական անունը։ Իշխանուհի Գոնցան իր անունից արձանագրության մեջ գրում է, որ ես իմ հայրենի կալվածքներից գնեցի Մոշախբյուր գյուղը և կառուցեցի եկեղեցի սպիտակավոր աստվածածին անունով։ Հենց այստեղից արդեն ուրիշ անունի մանկալ պես չէ, որովհետև հենց ինքը նշում է, որ Մոշախբյուրը գնել եմ, այնտեղ էլ կառուցել եմ։ Թե երբ այդ Մոշախբյուրը Զնջրլու դարեր դժվար է ասել, դա հավանական է 16-17-րդ դարերից, այն ժամանակ երբ այստեղ բնակվել են
Հայաստան աշխարհին եկել խաշնարած ցեղերը եւ փոխել են ոչ միայն այս ցեղը, այլև շատ անուններ։ Ու այդ անբանափոխությունը հիմնականում գնացել է 3 ուղղությամբ։ Մի մասը թարգմանել են ուղղակի աղջիկիսա սպիտակավանքն են թարգմանել այնտեղ պարտիզան գյուղը, բաղճաժյուղ եւ այլն, մի խոսքով։ Խոյ գավառից գաղթած մեր պապերը 1830 թվականին Սուրբ Կարապետ գործուղված եպիսկոպոս Տեր Հովանեսի գլխավորությամբ եկան եւ հաստատվեցին Զնջռլու, ոչինչ չիմանալով Մոշախբյուրի մասին։ Նրանք անխոճ ու քրտնաջան կյանքով ապրեցին մինչև 1914 թվականը։ Անընդհատ Զնջռլուի վրա թուրքերը հարձակում էին։ Այդ օրը հարձակում է Զնջռլուի վրա, Զնջռլուը այլ չի իմանում, որ պատերազմը հավաքել ժողովրդին էթում է Սեփ Կարապետ, տանելը թե Սեփ Կարապետ, որ Սեփ Կարապետը պիտի ապահով պահվետարած, մինչև տեսնեն, որ հերվից արդեն գնդացիրի տեն է գալի, նոր տեսան, որ չէ, արդեն թուրքը վրա է տալի, նոր ամբոչ Սեփ Կարապետը դուրս էլան փախան, իրենց ունեցված կան ամբողջ թողոցին գյուղը ինքներ հազիվ փախան գնացին Սև Չանարշի գնում են դեպքում մի կոյան ամեն մեկը մի գյուղով դե ապրում են Հիշում եմ, որ ոտով մեզի տանում են թուրքի գյուղի միջից ասում են երեխեք ծեմ մի խանեք թուրքերը կլեն սաղեսը կկոտորին Ենցին են անում, որ երեխակը չլացի են, ծեն չխանեն, հիշում եմ, ոտերս քարի էր առնում, մխկը տալով, տանում են էր, պետք գնացինք Եղեգնաձոր, այնտեղ բարեկամն ենք էր, այնտեղ մնացինք մի վաղտ, հետո խերս չի կա, ես պետք է տամելի Զնջռլու ապրեմ, վերսեն նորից մեզի բերի Զնջռլու, այնտեղ էլ մի վաղտ մնացիր ենք, վանի, նորից թուրքը կախտեցուցի Այդ որ կախտեցի երկրորդ անգամ, էլ չեմ հիշում, խերս ինչի էլ սպանվի է թե ինչ, բայց մերս վերես տարավերևան որ փանոց տպեց, ինձ ով եղբորս։ Գաղթին փոքր եմ էլի, բայց մեծերը պատմած է լսիր եմ էլի, փոքր եմ էլի, համար այդպես փոքր երեխա եմ էլի, ենքոն պան չեմ, բայց գիտեմ որ թուրքը տվե գյուղի վրան, Osmanlının eli, deve gövü veren gövü qaxtaviri. Vomak qaxtavatı, azadvatı, vomak canbaqnerini manatsaz, egehanerini kıtsaz, voçi imatsaz, azadel. Çarpıya kıtavı egehanerini kıtsaz, egehanerini mahatsaz canapara. İnceli kıtsaz, mahbeli inceli kıtı. Menak doloru qaxtavatı ganatsazı. Ուրեմ մայրս հրով պորուսկինը խացիտ խելուլած։ Ուրեմ Օսմանլուն լսվե գյուղը շշկրված է, ես հալի քնած եմ ելուրորոցի մեջը։ Հետո աղբերս որ հանդեն եկե, ասեմ է տեսնամ մի դուրը ով է գենանցի, ով է մնացի, արդեն Օսմանլուն գյուղն է։ Այս ժամանակ տուրպացի մենի ներսա, տեսնա ես հալի քնած եմ, մերի խայեմ։ Տանակ է կցել դանդերը Կարե փրթել հանեցն դեպտկլոր քցել շլակը փախնել ասել հիմի ես ինչ կլիպ դու ինքնել ընձխետ եկե ճանապարհի մեջտեղը թոփը նետես պասի առաջա մի ահակին եկե թոփը պասի առաջա թոզը դումանել եկեն ծիրանը կուխի այն ժամանակ ընձի քցի մի ահակին գնացի տեսի որ լացում եմ հետո հետ արցի եկե Ինձ շալակե տարես ջահնամ իշկլի հեկսով մետեղլիկ հետո մայրս, հայրս գաղթված է սալու գյուղ են ասել, կնացած է սալու գյուղը այդ ժամանակ մայրս տեսնում է որ ինձ բանատ աղբերս կրկած բերի էլ չիմանալ է ինչ անի լացելով փաթուտվի աղբորս և ինձ տխուր բանի չէ
Այդ իմանալ ինձ բացի թե աղբորս բացի վերջը լացով։ Ատենց։ Երկրորդ տեղահանությունից հետո գյուղ վերադարձան շատ քչերը, որոնց մեջ նաև հայրս էր, եւ բնակվեցին մինչև 50-ական թվականները։ Հայի ճակատագիրը։ Սրանք իմ հիշողություններն են կապված ծննդավայրիս եւ պապերիս հետ։ Այս ամենը ես պահում եմ սրբությամբ։ Դրանք վերջին մասունքներն են, որ ինձ մտքով տանում են Զնջորլու։ Այնտեղ, որտեղից սկսվում է իմ նախնիների ու իմ պատմությունը։ Այնտեղ, ուր ամեն անգամ սարից իջնում մի ձիավոր եւ այս տարածքը լցվում է Սուրբ Կարապետ երգով։ Yo tan avante que su